Սոֆոկլեսն այն փոքրաթիվ դասական հեղինակներից է, որոնք վաղ երիտասարդ տարիքից արժանացել են լայն ճանաչման ու գնահատանքի և ապրել վերելքներով, հաջողություններով լի երկար, երջանիկ ու անամպ կյանք։ Բոլորին սիրելի այս մարդն ու բանաստեղծը ծնվել է Աթենքի Ակրոպոլիսից մոտ 2,5 կիլոմետր հյուսիս գտնվող Քոլոնոս բնակավայրում, որը նա անմատողերով կովերկել է Էդիպուսը Քոլոնոսում ողբերգության մեջ։ Սոֆոկլեսի այս 3 երգերի հիմքում Լաբդակոսի սերնդի, նրա որդի Լայոսի, սրա որդի Էդիպուսի, սրա որդիներ Պոլինիկեսի, Էտեոկլեսի ու դուստր Անտիգոնեի եղերական ճակատագրի ողբերգական վախճանի մասին առասպելների շարքն է։ Թեբեի արքա Լայոսը գուշակություն էր ստացել, որ սպանվելու է որդու ձեռքով, ուստի իր նորածին զավակի կրունկների հոդերը ծակելով ու ոտքերն իրար կապելով մի հովի հրամայում է մանկանը թողնել Իթերոն լեռան վրա։ Հովիվը սակայն խղճում է երեխային ու նրան հանձնում Կորինթոսի արքա Պոլիբոսի հովվին, որն էլ Էդիպուսին տանում է Պոլիբոսի ու նրա կնոջ Մերոպեի պալատ։ Այնտեղ մեծանալով Էդիպուսը մի օր լսում է, թե թագավորն ու թագուհին իր իսկական ծնողները չեն։ Դելֆիում հարցում է անում և ահավոր պատասխան ստանում, որ սպանելու է հորը և ամուսնանալու մոր հետ։ Դրանից խուսափելու համար նա հեռանում է Կորինթոսից, ճակատագրի հեգնանքով գնալով դեպի Թեբե, հենց այնտեղ ու իրագործվելու աստվածային գուշակությունը։ 3 ճամփաների միացման տեղում կառքով եկող Լայոսն իր ուղեկիցները փորձում են Էդիպուսին կոպտորեն հեռացնել ճանապարհից, և նա զայրացած սպանում է Լայոսին, որին չի ճանաչում, ու նրա ուղեկիցների մեծ մասին, փրկվում է միայն մեկը։ Այնուհետև Էդիպուսը թեբեացիներին ազատում է Սվինքս հրեշից, որպես վարձատրություն ստանալով Թեբեի գահն ու անկիդապար ամուսնանալով Լայոսի կնոջ և իր մոր Իոկաստեի հետ։ Նրանք 2 որդի ու 2 դուստր են ունենում՝ Պոլինիկես, Էտեոկլես, Անտիգոնե, Իսմենե, և երջանիկ ապրում մինչև այն օրը, երբ Թեբեում մահաբեր համաճարակ է տարածվում։ Դարձյալ պետք է քաղաքը փրկելու համար խորհուրդ հարցնել Ապոլոնից, և նա պահանջում է, որ Լայոսին սպանողը Թեբեից վտարվի կամ մահապատժի ենթարկվի։ Ահա այս ծայրահեղ դրամատիկ իրավիճակն է ներկայացված Էդիպուս արքան գլուխ գործոցով, որ սկզբից և հետ մեզ ներքաշում է գործողության մեջ ու լարված պահում մինչև ողբերգական վերջաբանը։ Երկում արտացոլվածը հին աշխարհի մի նշանակալի իրողություն, մարդկային անհատականության ինքնահաստատումն ու ավանդական կաշկանդիչ պատկերացումներից ձերբազատվելու նրա ցկտումը, ի տարբերություն իր մեծ նախորդի Էսքիլոսի, որի ստեղծած մարդկային կերպարները դեռևս միակողմանի են, որոշ առումով անկենդան, Սոֆոկլեսն իր ողբերգություններում ներկայացրել է լիավյուն խառնվածքներ։ Սոֆոկլեսի երգերը դասական ողբերգության փայլուն նմուշներից են, որոնք չեն կորցրել իրենց հմայքը և կարդացվում են մեծ բավականությամբ։